18 թվից հետո որ դրանք եկել են իշխանությունը վերցրել են, այսինքն իրենց օրտվել են այդ իշխանությունը։ Եթե մենք sense նայենք, գնանք մի քիչ 7 տարի հետ, մենք գնանք, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ իրան Facebook-յան էջում կամ YouTube-յան կանալում ինչ-որ մի բաներ է ասում, նո կարա 100,000 հոգի մարդ է նայում։ Հիմա 2-3,000 մարդ չանցնում։ Այդ Վստահեք։ %100%։ Հետևում ենք։ Այդ նշանակում է, որ արդեն նայեք, ամենամեծ սխալ Նիկոլ Փաշինյանն այս բանը, որ 1000 անգամ ասել եմ, քիչ խոսա։ Երկրի ղեկավարը, այսինքն ոչ թե երկրի ղեկավարը, վարչապետը, մենք պիտի հասկանանք, չէ՞, ինքը երկրի ղեկավարը չի, ինքը նշանակած մարդ է, իրան հայ ազգը չի ընտրել որպես երկրի ղեկավարը, իրան պարլամենտն է նշանակել, չէ՞։ Մենք էլ Սահմանադրությունը օրենքի համաձայն պարլամենտական երկիր ենք։ Այսինքն եթե սենց վերցնենք Ալեն Սիմոնյանի ստատուսը ավելի բարձր է կամ վարչապետի։ Եթե սենց վերցնենք։ Իրան նշանակում են։ Խոսք օրինակ որ ֆիրմայում նշանակում են, որ տոնորենը դու ես։ Նույն տոնորենն է, բայց երկրի ղեկավարը չի։ Ինքը դաժե գլխավոր հրամանատարը չի։ Գիտեք չէ, որ գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարն է։ Պաշտպանության օրենքի մասին համաձայն պաշտպանության նախարարն է գլխավոր հրամանատար մարդիկ ասում են գերագույն բառել չկա նախև առաջ դե ամենամեծ սխալ բանը Նիկոլ Փաշինյանը որ ամեն օր խոսում է բայց սա ինչի մասն է հիմա ինչի մասն է խոսում ժամանակ չունի իրան ինքը այդ ինքնավստահությունը կորցնում է իր էներգիան է պետք ինքը որ խոսում է այդ էներգիան է ստանում, որ լսեն անդադ լինի բանի մեջ, կենտրոնի մեջ լինեն, անպայման ուշադրության կենտրոնի մեջ լինեն, որ իրան լսեն, ինքը հասկանում է, բայց ինքը որ մտնում է նայում է, խոսքինակ 3000 լայք, 2000-3000 հոգի մարդ է նայում, խոսքինակ հիմա ես որ խոսում եմ, ինձ ավելի շատ են նայում կամ իրան, տարբեր մարդիկ են որ խոսում են Կատունեք ոչ մի քաղաքական որոշման մասին այստեղ ակնարկ չկա նույնը ինչ որ կատարում է եկեղեցու հետ Չնայած ես վերջ անգամ որ հավաք սա գնացել եմ Էջմիածին, ես էլ եմ գնացել։ Եվ դուք որ կողմից եք։ Եկեղեցու կողմից եմ ես, ոչ թե սատաների կողմից եմ։ Ես Գարեգին երկրորդ ոչ թե Գարեգին երկրորդի կողմն եմ։ Այ հայ առաքելական եկեղեցու։ Ինստիտուտի կողմն եմ ես։ Այդ ինստիտուտն է, ամենաբարձր ռեյտինգի ինստիտուտն է։ Մենք երկու բարձրագույն ռեյտինգի ինստիտուտն ենք։ Առաջի համար մեկը բանակը, երկրորդը եկեղեցուն է։ Գիտեք, այդ չի նշանակում Սուրեն Պապիկյանի ռեյտինգը բարձր է, չէ, բանակի ռեյտինգը բարձր է։ Միշտ հայ ազգի համար բանակը ուրիշ դեր է խաղում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը որ չի խոսում, թեկուզ պարլամենտում ելույթներ ունենում ամբիոնից որ խոսում է, կամ իրան Facebook-յան էջում ինքը էներգիա ստանում, բայց մեկ որ լսում ես ինչու մասին է խոսում, ամենակարևորը ինչու մասին է խոսում, դեղ խոր բաներ չկա, ոչ դատարկ բաների մասին է խոսում, ինքը այդ եկեղեցու այդ օպերացիան, որ ես ասում եմ, այդ օպերացիան իրան եկեղեցու չի հետաքրում, ընդհանրապես, ուղղակի ինքը ուրիշ ճանապարհով է տանում, ուրիշ գործերից, այսինքն շեղում է ճանապարհից, այս ուշադրության կենտրոնի տակ է դնում, որ մարդիկ մտածում, բա եկեղեցու ոչ ասում է, բա իրան եկեղեցու չի հետաքրում, սաղ ասում են եկեղեցու գնում են Էջմիածին, մտածում են, ասում են, բա այդ ինչ են անում, բա այս մոմենտը, որ միջև մենք զբաղվում ենք սաղ եկեղեցու հետ, ինքը ուրիշ գործերով է զբաղվում։ Այսինքն այս գրառումն էլ հետո շեղում է, իսկ ինչից է շեղում, դուք ինչ մտավախություն ունեք, որն է շեղման թեման։ Այն գործերը, որ դրանք առաջ են տանում, կապված Ադրբեջան-Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, որտեղ դրանք համատեղ աշխատում են, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիան, դա համատեղ ծրագիրն է, վերջ անգամ, որ մի քանի օր առաջ գնացել է Մոսկվա, կամ Սանկտ Պետերբուրգ Պուտինի հետ հանդիպել, Պուտինն ասում է, ողջունում եմ, որ այդ ճանապարհները բացում եք, բան, պարզ երևում է բենեֆիցիարը ով է։ Ում համար է պետք այս ճանապարհը։ Ես ասում եմ, այս ճանապարհները Հայաստանի համար պետք չէ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ընդհանրապես պետք չէ, դեռ մենք ոչ մի օգուտ չենք ստանում։ Բայց նայեք,
բայց ռուսների համար այդ շատ կարևոր ճանապարհն է, որովհետև նայեք, Թուրքիան ոչ մի սանկցիայի չի միացել, չի պահպանում սանկցիաներին, այսինքն ես դες ասում վստահաբար եմ ասում եմ այն ինչ որ ես գիտեմ, տարբեր ռազմական բաներ են ստանում Ռուսաստան Թուրքիայից, Ուկրաինայի դեմ, Թուրքիան հիմա ինչ անում, ռուսներին էլ է ուղարկում, ուկրաինացիներին էլ, Թուրքիան ինչ անում, թուրքական դիվանագիտությունն է, էդ ինչ սենց, երկու ձեռքով մի անգամ, ավելի խոր բաներ կա, ինչքան դրանք երկար գտնվեն պատերազմի մեջ, համ Ռուսաստան, համ Ուկրաինա, այսքան էլ ձեռնատու է Թուրքիային, ինչու, որովհետև երկու կրեստիաներ ազգ են, չէ, երկու սլավանական ազգ են, երկու ազգը գտնվում են Սև ծովում, ու մենք գիտենք ուշքի միտքը Էրդողանին ու Թուրքիային Կրիմն է, իրանց պետք, այսինքն Թուրքիային պետք է համ Ռուսաստանը թուլանա, համ Ուկրաինան, ու ինքը հանգիստ իրան, սենց ասեմ, գործ Սև ծովում անը իրան գործերը, այդ Թուրքիան սենց քաղաքականություն է տանում, Թուրքիան ոչ մի սանկցիայի հետ չի միացել, այսինքն Ռուսաստանը ինչ ուզում է ուղարկում է Թուրքիային, Թուրքիան էլ ուղարկում է ինչ որ պետք է Ռուսաստանին, այդ հիշում եք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այդ Լենդ-լիզը, որ ամերիկացիք ուղարկել են այդ սովետական միության համար ապրանքներ, այս տարածքով անցել, ռուսները շատ լավ գիտեն, ու ռուսների համար այս տարածքը պետք է ամբողջ այս սանկցիան անցնում են, դրա համար այս ճանապարհը նախատեսված է եղել մինչև Ուկրաինայի պատերազմը, հատուկ այդ օպերացիան ստեղծել են ստեղ, այսինքն թրիփի ճանապարհի մասն է խոսքը, թրիփի ես չգիտեմ թրիփի ճանապարհը ինչ է, դե բժշկական ինչ որ անուն են դրել մի հատ, դե Թրամփի անունն է կրում, հա դե շատ հենց այդ ճանապարհի մասին է խոսքը, որ միջև պատերազմը վիրոլոգների բանն է դա վիներալոգիայի անուն են դրել, չգիտեմ, սենց տիպի բան։ Այդ ճանապարհի մասին է խոսքը, որ միջև ուկրաինական պատերազմը արդեն նախագծված է եղել այդ ճանապարհը։ 15-16 թիվ, այո։ Դրանք հաշվարկվել են, որ մտնեն պատերազմի մեջ, ամբողջ ճանապարհները փակելու են։ Դրա համար ես ասում եմ։ Հաշվարկով է արել Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան։ Նախ եւ առաջ։ Ասում եք ծրագիրի նախատեսված։ Սկզբից ռուսներ։ Հետո դրանք պայմաններ են ստեղծել, ձգել են Թուրքիային բանակցների մեջ, հիշում եք, հատուկ պրովոկացիա են արել, որ թուրքերը ստիպված են եղել այդ ինքնատերի ոչնչացնեն, ռուսական Սիրիայում, հիշում եք, որ սահման անցավ, այդ Սու-24 հոտաչույն է սպանել են, ռուսները այդ էսկալացիայի պլանքեն բարձրացրել են, հիշում եք, այս ճանապարհ, ասենք տուրիստներ չեն գնացել, Ռուսաստան ասում այլևս Թուրքիայից ապրանքը չենք ստանում, թուրքերը սկսել են տուժվել, բան, հետո մտել են Սիրիա, որ Սիրիա մտել են, պայմաններ են ստեղծել, որ Թուրքիան ստիպված լինի իրանց այդ բանակցերի մեջ բանակցերի սեղանի շուրջ նստի։ Ինչ են արել ռուսներ։ Ձգել են թուրքերի այդ բանակցերի մեջ, հետո պայմանավոր են, արի Սիրիայում պայմանավորվենք, ես ու դու համատեղ աշխատենք, հետո ռուսներ մտել են Լիվիան, Խաֆտարի կողմից, գեներալ Խաֆտարի մոտ, դեղ էլ պայմանավորել են Թուրքիայի հետ համատեղ աշխատենք, հետո մտել են կենտրոնական Աֆրիկան, որտեղ թուրքերը եղել են համատեղ ԻԳԼ-ի հետ, հետո այդ որ սամոլյոտ են ոչացրել այս բան, ռուսները սկսել են այդ պլանքեն բարձրացրել են, էսկալացիայի պլանքեն բարձրացրել են, հետո ռուսները ասում են, ուրեմն լսեք, հաստատ Էրդողանի հետ պարզ են եղել դրանք, ազնիվ խոսացել են, ուրեմն ասել են, որ այս ճանապարհից պետք է, ամեն մեկի իրան շահեր ունի, Թուրքիան տուրանա ստեղծում, իսկ ռուսների համար պետք է որ միջև վերջ իրանց տնտեսությունը չի ոչնչացնեն, այս ճանապարհն է պետք է եղել։ Ու դուք հասկանում եք, չէ՞, պատերազմը մի օրվա մեջ չեն պլանավորում։ Դա երկար աշխատանք է։
տարիներ է պահանջում, որ պատրաստես։ Պատրաստել են, պայմանավորվել են, նայեք, 13 թվից այդ Ուկրաինայի պլանը սկսեց Ռուսաստանում գլխավոր շտաբում եւ նախագահ աշխատակազմում ավանդական խորհրդում 2012 թվից սկսել են պլանավորվել։ Անցել են երկու մաս են բաժանել։ Առաջին մասը 2014 թիվ, երկրորդ մասը 2022 թիվ։ Սկսել են հաշվարկվել, պլանավորվել այդ ամեն ինչ։ Բայց քանի որ ռուսում նոմարուս միջև վերջ չեն կարող ոչ մի բան պլանավորել։ Ինչ որ էլ չեն պլանավորում, չի ստացվում ոչ մի բան։ Ուրեմն որ պլանավորը ասում են, նայեք, 2011 թվից, 12 թվից արդեն ռուսները սկսել են այդ ռազմական բալանսն ջարդել Հայաստան եւ Ադրբեջանը։ Սկսել են ինադու, չէ, հատուկ սկսել են բալանսը ոչնչացնել։ Տարվա մեջ, նայեք, 60% զենք եւ զինամթերք Ադրբեջանը ինչ որ արեց, դա եղել է Ռուսաստան։ Հետո մնացած 42 պետություն։ Ադրբեջանը համագործակցել է 40 մինչև այսօր 42 պետության հետ համագործակցում է։ Ուրեմն, նայեք, սկսել են այդ ռազմական բալանսը ջարդել։ Հաստրել են այս բալանսի վիճակի, որ արդեն խոսքի օրինակ համ տեխնիկայի միջոցներով, համ խոպի միջոցներ, այսինքն սաղ թույլ է եղել մեր մոտ, համարյա բան չենք ունեցել, ինչ որ պայեսներ կիսատ պրատ դատարկ։ Այսինքն ռուսները սաղ պլանավորվել են, որ 20 թվին պատերազմ սկսվի, փորձել են, ստիպեն Հայաստանին այս ճանապարհը ուժով բացեն սկզբից, պլանի մեջ չեղել, որ նստեն, բանակցեն ու Հայաստանը թույլտվություն տա, որ այս ճանապարհները բացում են, չէ։ Պլանի մեջ նշած է եղել, որ ուժով Ադրբեջան մտնում է հարավային Հայաստան, այսինքն Սյունիք, ուժով մտնում են, հետո Ռուսաստան որպես փրկիչ մտնում է Հայաստան, Ադրբեջանը գնում է հետ, ռուսներ մնում են ոնց որ հետո նշել են 9-7 կետում։ Բայց որ դրանք պատերազմի ժամանակ, եթե մեր ժողովուրդը, չգիտե, ես ասում եմ, փորձել են մտնել Միջևան, դա Մեղրիմը, մեծ կոլոննայով, տանկերով, բաներով, զրահատեխնիկայով, մերոնք կաղնացրել են, ոչնչացրել են ու կաղնացրել են, դրանք չեն կարողացել մտնել Մեղրի։ Ու Սյունիք էլ չեն կարողացել մտնել, չի ստացվել։ Դրա համար ռուսները ստիպված են եղել այդ 9-7 կետը նշեն։ Այդ հայտարարության մեջ, գիտեք, չէ՞, այդ հայտարարությունները ամսի 10 նոյեմբերին 20-ին։ Չի ստացվել։ Քանի որ ուժով չի ստացվել, այ գնացել են ուրիշ ճանապարհով, սկսել են վերցնել կամաց վերցնում են Սևլիչ, հետո Վարդենից են մտնում, հետո Թաուշ, Մաուշ, ու սենց ջերմուկ, սենց սկսել են ճնշել։ Ու մենք 22 թվին հիշում ենք, չէ, որ դրանք հարձակվել են, մենք ասում ենք դուք ուր եք, ռուսները ասում են մենք չգիտենք ձեր սահմանները որտեղ է։ Այսինքն սա պլանավորված է եղել։ Հիմա հարցս, իսկ որտեղ մնում Միացյալ Նահանգները։ Եթե ասում եք սա նախապես այն ժամանակ Տրամպը ռուսներին տվել է թույլտվություն։ Ծրագիրը գծելու թույլտվությունը։ Տրամպը, նայեք, հիմա էլ է, չէ, Ուկրաինայի դեմ աշխատում։ Իօգուտ ռուսներին։ Այսինքն Տրամպի համաձայնությամբ է այդ ծրագիրը գծվել։ Այսինքն ոչ թե եթե դաժե համաձայնության չէ, եթե թեկուզ չի խանգարել, սենց ասեմ։ Դե Ամերիկա ինչ որ հայտարարություններ արել պահանջում էր որ կազմացրեք, բայց դա բան չի։ Բայց հաստատ Տրամպը թույլտվություն եղել է դրա մեջ։ Բացի Տրամպից Չինաստանն էլ են պայմանավորվել, որովհետև Չինաստանին այս ճանապարհը իրան այդ բանը այս ճանապարհը նշած է, չէ՞, շոլկովի ճանապարհի, որ ասում են։ Մետաքսի ճանապարհը, հա։ Ուրեմն այդ էլ խաղի մեջ է։ Պարսիկները հիմա փոշմանում են։ Ես հարցս դրա մասին է, որ չեպազելության ժամանակ է։ 20 թվին ես պարսիկների հետ խոսած եմ պատերազմի ժամանակ։ Ասում եմ, դուք ինչ եք անում, դուք հասկանում եք, թե ինչ են անելու հետո։
Եթե մենք այս տարածքը կորցնել ենք, այս սահմանը փակել են, դուք հասկանում եք ինչ անելու։ Չգիտեմ իրաց գլխների մեջ ինչ է կատարել, բայց ռիսկ չեն արել մեր կողքը կանեն։ Հիմա, որ ես պարսիկների հետ խոսում եմ բարձր մակարդակով, հիմա ասում են մենք էշ ենք եղել։ Իրոք սենց են ասում մենք ապուշ ենք եղել։ Զղջում են, որ ասում են մենք ոչ չենք խառնվել։